ահա տեսնում եք 34 կոտորակ 04 ընտրատեղամասին է մոտենում Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Եփրաքսիա Մեխակյանը իր որդու հետ։ Բարև ձեզ։ Դուք այսօր հանուն ինչի եք քվեարկելու։ Հանուն Գյումրու զարգացման, հանուն Գյումրու վառ ապագայի, հանուն այն բանի, որ այստեղ ամեն ինչ վերականգնվի, աշխատատեղեր ստեղծվեն, արտագաղթած մարդիկ հետ վերադառնան, ընտանիքները լիարժեք դառնան։ Դրանք կարծում եք չեն հաջողվել նախորդ երկու քաղաքապետերին։ Լինեին այսպես արագ տեմպերով չէր զարգանա արտագաղթի ցուցանիշները, այսպես աղքատության ցուցանիշն այդքան բարձր չէր լինի, ամեն դեպքում գործազրկության ցուցանիշն այդքան բարձր չէր լինի։ Միայն 2-3 փողոց սարքել կառուցելը դա դեռ չի նշանակում, որ մարդկանց կյանքը բարելավվել է։ Մինչև այս պահը ինչպես եք գնահատում ընտրությունների ընթացքը, լարվածություն կա, խախտումներ դուք գոնե արձանագրել եք թե ոչ։ Խախտումներ արդեն կան արձանագրված, օրինակ հանրապետական կուսակցության, Գյումրեցու ոգի կուսակցության անդամներ մտնում են, ցուցակներ են դուրս բերում, ինչ-որ հաշվարկներ են անում, ով են եկել, ով չէ, մենք ահագին աղմուկ բարձրացրել ենք, հանձնաժողովի նախագահներից պահանջել ենք այդ տվյալները, իսկ ընդհանուր առմամբ այնպես մանր բաներ են, կուտակումներ կան, մարդիկ բերում են, մարդկանց ուղղորդում են, բայց դա անպայման իշխանական թևից են անում, մյուսներից չունենք դժգոհություններ։ Պատճառը, որ գրեթե միշտ բոլոր ընտրությունների ժամանակ Գյումրին աչքի են գնում իր այսպես լարվածությամբ։ Իսկ որտեղ լարված չէ։ Դե կներեք, այդպես պետք չի ասել, բոլոր տեղերը լարված են, որտեղ իշխանությունները, քանի որ իրենք արդեն ոչ լեգիտիմ են, իրենք ուզում են իրենց ճանապարհը պահպանել, վերարտադրվել, դրա համար նման երևույթների ենք մենք հանդիպում։ Իսկ բոլոր, եթե օրինակ ասենք հիմա Գյումրիում օրինական ճանապարհով ընտրվի քաղաքապետը, հավականիները եւ իրենք զգան ժողովրդի վստահությունը, ես չեմ կարծում, որ իրենք հաջորդ անգամ վախենան, թե ժողովուրդը կարող է իրենց չընտրի։ Լավ գործը միշտ էլ ընտրելի է, այսինքն գովելի է։ Այդ քիչ առաջ գործող քաղաքապետի թեկնածու Բալասանյանը լրագրողներից զրույցում իր աշխատանքը փայլուն էր որակել։ Դուք ինքը եւ իրեն հարցրեք, դուք ձեր ընտրվելու շանսերը ինչպես եք գնահատում։ Նորմալ, բարձր։ Իսկ մտահոգված չեք, որ նախորդ ընտրությունների փորձով հնարավոր չի լինի ձայները պահել եւ կեղծվելու դեպքում։ Ձայները պահել ինչ որտեղ հնարավոր է, բայց ամեն ինչ կախված է իհարկե երեկոյան ժամ 8-ից հետո հաշվարկներից։ 1000 մեխանիզմներ կան, որոնք կարող է եւ գործարկվեն, որոնց դեռ տեղյակ չենք։ Կեղծվելու դեպքում ՀԱԿ-ը ինչ քայլերի կդիմի։ Բոլոր օրինական ճանապարհներին կդիմենք, փաստերը եթե կլինեն, անպայման պետք է որ բարձրաձայնենք, որտեղ դա մարդու խախտում կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ թե ՀԱԿ-ի թե այլ ընդդիմադիր ուժերի կողմից այդ օրինական ճանապարհով փողոքները համանդրական դատարան անգամ դիմելը որևէ արդյունքի չի հանվել։ Դե գիտեք ինչ կա, իշխանությունները ուզում են ամեն գնով պահել իրենց աթոռները, իսկ ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար։ Ինչ եք կարծում։ Պայքարը երկար է տևելու, ոչինչ։ Գյումրեցին ձեր կուսակցությանը, ձեր ցուցակին պետք է ձայնտ ավելի շատ ձեր համար որպես գլխավոր։ Հիմա կովազդենք անելու։ Թե ավելի շատ ՀԱԿ-ի համար։ Երկուստեք մենք մեկ ուժ ենք ներկայացնում։ Որովհետև դուք եք գլխավորում ցուցակը եւ ընտրվելու դեպքում դուք եք ղեկավարելու քաղաքը։ Գյումրեցին ուզում է ձեզ տեսնել որպես քաղաքապետ, թե ուզում է տեսնել ՀԱԿ-ին որպես քաղաքային իշխանությունը ղեկավարող։ Գյումրեցիներին մաղթում եմ, թող կատարեն իրենց ազատ, անկախ ընտրությունները, իրենց խղճի մտոք կատարեն ընտրություն, ընտրեն այն ուժին, ում վրա կարող է հույս տնեն, թե առաջինից վերջին համարը կանցնեն այդ ավականների անդամություն կստանցնեն թե ոնց, ամեն դեպքում բարձր տրամադրությամբ այս արևոտ օրվա պես մեր սիրելի գյումրեցիներին խնդրում եմ անպայման գնալ, կատարել իրենց քաղաքացիական պարտքը եւ ընտրել այն քաղաքապետին, որը կկարողանա իրենց կյանքը իրոք դեպի առաջընթաց տանել։ Շատ շնորհակալություն։ Ընդդիմության չմիավորվելը Բալասանյանին չի օգնի այստեղ ինչ եք կարծում։ Չի ասի, ոչ, բայց դա դեռ արժևում երկար աշխատանք ունենք անելու, այնպես որ կատարել պետք չէ։ Ամեն դեպքում փորձեր եղել են։ Անալիզ արել եք, ինչու չստացած այդ միավորումը։ Ոչ թե անալիզ, այլ հստակ գիտեմ, կուսակցական ղեկավարներն են հանդիպել են, զրուցել են, ինչ որտեղ ինչ որ պահեր չեն համընկել, բայց դա դեռ պետք չէ ասել, որ մերժողական ենք կամ ոնց, մենք ամեն քայլ արել ենք, ամեն դեպքում հետընտրական դաշին չենք բացառելու, ընդդիմադիր ուժերով, ինչի ոչ։ Քաղաքական Եթե պայքարում ենք մեկ ուժի դեմ, այսպես ասեմ, եթե հստակ իրենց ճանապարհը,
Չենք բացառում։ Ինչ չէր միավորում ձեզ կամ ինչ բաժանեց քաղաքական ամբիցիաների խնդիր կար, որ Հարցրեք մյուսներին էլ, ես ասեցի այն ինչ որ դա մեր կուսակցական ղեկավարն է բանակցել։ Թույլ տվեք այդ հարցին, ինքս չեմ կարող պատասխանել, որովհետև անձամբ բանակցություն չեմ վարել եւ իմ խոսակցությունը չէ, որ ես ձեզ փոխանցեմ։ Հարցրեք պարոն Զորաբյանին, ինքը ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնի բանակցությունը։ Ինքը լավ է տեղյակ է։ Շատ շնորհակալություն բոլորին։ Լրագրողների հարցերին պատասխանում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի տեխնացու Եփրաքսիա Մեխակյանը։ Նա հիմա գնում է ընտրության, ընտրատեղամաս է եկել փոքրիկ որդու հետ։ Ձեզ էլ հաջողություն ենք տանում։ Այո, կսպասեմ, տեսարքեմ։ Դες վարիանտությունները մարդու հետ հաջողություն ապրում, այս առանց մտնում, ալգայում, ստես։